Արևիկ Ուդումյանի շուտ ասա հաղորդման հյուրն էր դերասանուհի Աննա Մաքսիմը։ Star News-ը հետևեց զրույցին, որի ընթացքում Աննան պատասխանեց հարցին, թե ինչ է սովորել Միքայել Պողոսյանից։ Հասկանալ ժամանակի խնդիրը։ Երբ հաղորդավարուհին հարցրեց ընտանիք թե կարիերա, դերասանուհին անկեղծացավ։ Փաստորեն կյանքը ապացուցում է, որ կարիերա։ Բայց ես շատ կուզեի ընտանիք ունենալ։ Ինչի եմ լացում անընդհատ։ Այս քամիները եկել են ինձ լացացնելու։ Աննան պատասխանեց ժպիտով, իսկ արցունքները քամուց էին, քանի որ հարցազրույցը տեղի էր ունենում բաց երկնքի տակ։ Համացանցում ժամանակ առ ժամանակ ակտիվանում էին լուրեր այն մասին, թե Աննա Մաքսիմը և Միքայել Պողոսյանը սիրավեպ ունեն։ Թեպետ երկու կողմերի համառ հերքումներին դժվար էր միջոցառումներին կամ որևէ երեկույթի նրանց տեսնել առանձին։ Միքայելը և Աննան միասին էին ներկայացել նաև Միքայել Պողոսյանի «Արև, սարեր և սեր» կատակերգական ֆիլմի պրեմիերային։ Նրանք նույնիսկ միասին էին նստել, կարծես թե վերջ դնելով բոլոր կասկածներին։ Նրանց հարաբերությունները շարունակում էին մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Դրանք մի պահ նոր թափ ստացան, քանի որ երկուսն էլ գտնվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Թերթերի մի հետ զրույցում Աննան հայտնել էր, որ ԱՄՆ են մեկնել Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմի ստեղծագործական կազմով, քանի որ հունվարի 24-ին Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում տեղի ունեցավ ֆիլմի ամերիկյան պրեմիերան։ Այս օրերին համացանցում լայն տարածում գտավ մի նյութ, ըստ որի Միքայել Պողոսյանն ու Աննա Հարությունյանն ամուսնացել են, չնայած իրենց մեջ եղած 35 տարվա տարբերությանը։ Թեև նյութի բովանդակությունն ու վերնագիրը այդքան էլ չէին համապատասխանում իրար, սակայն այն հասցրեց քննարկումների առիթ դառնալ, քանի որ զույգի սիրավեպի մասին արդեն խոսվում էր մի քանի տարի։ Թերթերի մի հետ զրույցի ընթացքում Աննան անդրադառնալով հարցին պատասխանեց, որ չի ամուսնացել։ Ի դեպ, Միքայել Պողոսյանի ֆեյսբուքյան էջում էլ կարգավիճակը նշված էր ամուսնալուծված։ Աննան և Միքայելը համագործակցել և ստեղծել էին «Հայ, հայը» ֆիլմը։ Ինձ համար շատ կարևոր ֆիլմ է։ Այսպիսի հուզմունք երբևէ չեմ ապրել ոչ մի ֆիլմի պրեմիերայից առաջ։ Որովհետև հուսամ սա բոլորիս մասին է, խոստովանել էր ռեժիսոր, դերասան Միքայել Պողոսյանը։ Նրա հետ որպես համառեժիսոր ֆիլմում հանդես էր եկել դերասանուհի և ռեժիսոր Աննա Մաքսիմը, ով նույնպես ներկա էր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցած ֆիլմի պրեմիերային։ Նա լրագրողների հետ զրույցում գործընկերոջ հետ պատմել է համագործակցության, թեմայի ընտրության և նկարահանումների մասին։ Ֆիլմի գաղափարի և սցենարի հեղինակը Միքայել Պողոսյանն է։ Մեր նպատակն այս անգամ ոչ թե ուղղակի ֆիլմ ստեղծելն էր, այլ սա տեղի ունեցած այսօրվա իրականության խտացումների ու մեր ընկալումների պոռթկումն էր, թե ինչպիսին է այսօրվա հայը և ինչ անելիքներ ունի։ Ինչու ենք մենք պարբերաբար նույն խնդրի առաջ կանգնում, ինչու է պատմությունը կրկնվում։ Եվ վերջապես, ինչու մենք դասեր չենք քաղում այդ պատմությունից։ Կարծում եմ այս հարցերի պատասխանները գտնելու համար նախ ամեն հայ իր հետ պետք է միաբանվի, իր ցանկությունների, հնարավորությունների և իրականության հետ հաշվի նստի։ Զրույցի ընթացքում ասել էր Աննան։ Խոսելով որպես համառեժիսոր ներկայանալու մասին, նշեց, որ իրենք ստեղծագործական թիմի բոլոր անդամներով նախ գնում էին Միքայել Պողոսյանի գաղափարի և մտքի հետքերով։ Հետո էլ քանի որ ինքը պատրաստվում էր իր ռեժիսորական դեբյուտը նկարահանելուն, սա հրաշալի դպրոց էր համարում իր համար։ Գիտեք, խնդիրը սովորելը չէ։ Եթե նկատել եք, մենք առհասարակ ոչինչ չենք սովորում։ Մենք միշտ նույն սխալներն ենք ցույց տալիս։ Ես այս դեպքում որպես ռեժիսոր ուղղակի դիտարկում էի արտիստին, քանի որ նա հիմնականում կադրում էր։ Ինձ համար հետաքրքիր էր արտիստական այդ լայնամասշտաբ մտածողությունը։ Մենք Միքայել Պողոսյանի հետ ընկերական մեծ հարաբերություններ ունենք։ Բայց սա առաջին անգամն էր, որ ես իր հետ որպես ռեժիսոր էի աշխատում։ Անդրադառնալով լրագրողների հարցին, Աննան պատասխանեց, որ այս անգամ իրեն ավելի շատ որպես ռեժիսոր, քան դերասանուհի է տեսնում։
Դերասանությամբ դու ուրիշի նախագծերում չես կարող քո ասելիքն ասել։ Իսկ ռեժիսուրայի դեպքում կարողանում ես լիովին ներկայանալ հանդիսատեսին և ինչ-որ կարևոր բանի մասին խոսել, ինչը ինձ մոտ որպես դերասանուհի կարելի է ասել չէր ստացվում։ Կարծում եմ ով փնտրում է, գտնում է։ Երևի չէի փնտրում, կարծում եմ ռեժիսուրան իմն է։ Միքայել Պողոսյանը նախընտրում է քիչ խոսել իր ֆիլմի և մտքի ընտրության մասին։ Պարզապես նշում է. յուրաքանչյուրն իր տեղում պետք է արձագանքեր հայաստանյան վերջին իրադարձություններին։ Ինքն էլ որոշել էր այսպես արձագանքել։ Խոսելով ֆիլմի նկարահանումների ընթացքի մասին, ռեժիսորը, ով ֆիլմում նկարահանվել է նաև որպես դերասան, ասում է, որ իր համար ռեկորդային արագությամբ է նկարահանվել Հայ-Հայը։ Ես ընդհանրապես ֆիլմերը նկարահանում եմ 26-ից 30 օրվա ընթացքում, բայց այս ֆիլմը նկարահանվել է ընդամենը 11 օրում։ Ինչ վերաբերվում է դերասանների ընտրությանը, ապա փայլուն կազմ է հավաքվել, որը կրկնապատկել է ստեղծագործական ավյունն ու դերասանական շնորհքը։ Սերգեյ Դանելյան, Ջիրայր Բաբազյան, Գեորգի Հովակիմյան, Տիգրան Գյուլումյան, Սրդատ Մակարյան և Նարինե Ալեքսանյան։ Նրանք այսօր ձեզ պետք է զարմացնեն։ Դու երբեք չպիտի համեմատես քո անձը մեկ ուրիշի հետ։ Դու երբեք չգիտես դիմացինդ ինչ կին է վճարել այդ հաջողությանը հասնելու համար։ Եթե դու դժգոհ ես քեզնից, եթե քեզ չի բավարարում քո կյանքը, եթե համարում ես, որ ինչ-որ մի բան պակաս ես արել, ուրեմն ինչ-որ մի բան պակաս ես արել։ Նշանակում է քիչ ժամանակ ես տրամադրել։ Անհնար է, որ մարդ մի բան ցանկանա ու ինքը չկարողանա հասնել դրան։ Քեզ ընդամենը 3 բան է պետք. որոշում կայացնել, շարժվել եւ մինչեւ վերջ գնալ։ Շատ մարդիկ երկրորդ կետում կանգնում են։ Ես չեմ համարում, որ նախանձը վատ բան է։ Նախանձը վատ է այնքան ժամանակ, մինչև դու գործողություններ չես ձեռնարկել։ Եթե նստելու ես, նախանձելու ես, չարանալու ես ու թունավորվելու ես, բայց եթե դու դա համարես կետ, որտեղից կարելի է սկսել, հարց, որը քեզ հուզում է, ինչ-որ մի բան, որ դու ցանկանում ես ունենալ, եւ այդ զգացողությունը քեզ դրդում է գործողություններ անել, ուրեմն դա հիանալի է։ Համաձայնվեք թե չէ, բայց այս վերջերս ես ինձ համար հասկացել եմ, թե ինչպես տարբերեմ սերը սիրահարվածությունից։ Սիրահարվածությունը այն է, երբ որ դու ունես սպասումներ ու այդ սպասումների կատարելը տեսնում ես այդ մարդու մեջ, այսինքն սիրահարված ես ինչ-որ միտեղ քո սպասմանը։ Իսկ սերը այն է, որ անկախ նրանից այդ մարդը իրականացնում է այդ սպասումները, թե չէ, դու իրան սիրում ես։ Ախր ոնց չսիրես Հայաստանը։ Հրաշք է ուղղակի։